Բարի երեկո։ Գիտեմ, որ ուշացել եմ։ Կներես։ Գիտես էլի ոնց մեղմ ես վիճակը։ Այս են դեպքը չի, որ մեղմենք։ Եթե դու կարողացել ես գործերը թողնես գաս, որ մեզ հետ ընտրես, ուրեմն իրենք առավել եւս պարտավոր են։ Իսկ ուր էիր։ Բրոնզկամարտ նայելու էի գնացել։ Գիտես էլի ոնց խաղաց հոգուս հետ։ Չէ, ինքը հետ չի խաղում։ Դե հա, չեմ խաղում։ Ու այս երբ ոնց ես սկսել բրոնզկամարտով հետաքրքրվել։ Ես կարճ պատասխան եմ սպասում։ Պապն Արեն խնդրեց, որ հետը գնամ։ Եղբայրն էր կռվում, ես էլ չուզեցի մերժեմ։ Իսկ կարող եմ իմանաս քո աղբերը ուր է։ Ցավոք սրտի ոչ։ Իսկ դուք ընդհանրապես իրարից տեղյակ լինում եք։ Ձեր թանկ ժամանակից 5 րոպե կարող եմ խլել Վլադիմիր ջան։ Եթե Վլադիմիր, ուրեմն լուրջ խոսակցություն է։ Բացարձակ։ Լավ պրծանք, մամիկ։ Որ այդպես ես ասում, մեր անցյալն եմ հիշում։ Իսկ ես մեր անցյալի վեճերն եմ սիրում։ Բայց մենք միայն մի հարցի շուրջ ենք վիճել։ Դու գիտես, ես միշտ դեմ եմ եղել, որ դու բռնցքամարտով զբաղվես։ Բայց իմ կամքը քո ցանկությունից ուժեղ գտնվեց։ Քո մեջ քո գեները խոսեցին, բալես։ Լավ, ասա տեսնեմ ինչի մասին էիր ուզում խոսեիր։ Ես որոշում եմ կայացրել։ Քո հետ գալիս եմ Հայաստան։ Ես կատակ չեմ անում, Վլադիմիր։ Վովա։ Ուրեմն ինձ մի ջղայնացրու։ Լավ, բա աշխատանքդ։ Ես արձակուրդ կվերցնեմ։ Ես խնդիր չեմ տեսնում։ Կգնանք միասին։ Չնայած նորից եմ ասում։ Ես գնում եմ մրցումների, ոչ թե ինչ-որ մեկին գտնելու։ 2 կամ 3 մարտից հետո վերադառնալու եմ Մոսկվա։ Հասկացա, ուրեմն միասին կգնանք ու կգանք։ Լավ հարված էր մամիկ։ Եվ մի տանիրս մեզ փորձություն այլ փրկյաց մեզի չարեն,
Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք Ավիտյանս հավիտենից ամեն։ Մանուշակ ջան, բարակ մի նստի, հյուրասիրի մեզ։ Բան ասեցիր։ Անուշորա պապի ջան։ Ես կլսնեմ։ Ուրիշ լսելի։ Տեսնում ես, եղբայրդ նույնիսկ ես դեպքում քեզ խնայում է։ Ապրես։ Ես իմ աղբոր արժեքը լավ գիտեմ։ Հաճախ հիշի այդ մասին։ Քույր իմ Մանուշակ, աղբորդ մոռացար ոնց որ։ Ինչ ես տենց նայում։ Չգիտես որ պապին փառավորվում է իր կնոջ անունը լսելիս։ Այո, ճիշտ ասում։ Ես 20 տարով մինիմում երիտասարդանում եմ։ Պարկասում, ձեզ հետ միասին եմ սեղան նստում։ 20 տարի առաջ այսօրը մեր կյանքը փոխվեց։ Բայց փառք Աստծո մենք ուժ գտանք մեր մեջ ու ոտքի կանգնեցինք։ Պապի թեթև ձեռքով ցավը տան։ Դուք ինձ ուժ տվեցիք։ Միայն դուք։ Այն ժամանակ փոքր էի ու չհասկացա թե այդ օրը ինչա կատարվում։ Մի քանի օր հետո նոր հասկացա, որ հորս է կորցրել։ Խնդրում եմ, կլինի չխոսենք այդ մասին։ Լեո, վերջ։ Բոլորից բարեխորժեք։ Ապրես։ Բայց իմացեք, մենք մեր խաչը պատվով ենք կրել։ Փառք Աստծո։ Հա, պապ։ Մաքսիմում կես ժամից տանը լինես։ Լավ, գալիս եմ։ Ալո։ Հելեն լսի կարաս գաս հետս մերյան։ Հալա ֆիշ գործ, ինձ փրկելը գործ չի քո համար։ Գիտեմ, ամեն ինչ էլ գիտեմ, բայց մենք չես ուզում գաս ընկերոջդ փրկես ախաղան չբարձրացնեն։ Կնայեն, քեզ շատ են սիրում, վայ։ Սա մեր մյուս չեմպիոնը, ծանոթացի Լեանը, Նարի ընկերուհին։ Հաճելի է Լեո։ Լեա, շնորհավոր եմ ձեզ։ Շնորհակալ եմ։ Լեո Սարգսյանը, ով է։ Լեոն բռնցքամարտիկ է։ Պարզա թե ինչ ես սկսել հետաքրքրվել բռնցքամարտով։ Չէ, մամ, դու ամեն ինչ սխալ ես հասկացել։ Լեոն Նարեի հավանած տղան է։ Ու ինչ։ Նարեի եղբոր Մարտը, Նարեի սիրած տղան։ Վերջը բարի լինի։ Մամ, ես ընդհանրապես Նարեին շատ եմ սիրում, ուզում եի հասկանալ իրան արժանի տղա է ընտրել, թե ոչ։ Միջև չորնես չի ամուսնանա։
Իսկ կլինի դու ինձ չծաղրես։ Դուրս արես Instagram-ից, թե պատրաստ է։ Բա Գրիշոն չի գալիս։ Գալիս է, ճանապարհին է արի։ Իչի վրից ես։ Այն ոնց էիր ասում, հա, պապիկի հոգին փառավորվում է տատիկի անունը լսելիս։ Մանան խնդալու չի։ Չէ, քեզ կարգին պարապել է պետք։ Ես առանց քո մեջքից վրա նստելու էլ լավ պարապում եմ։ Չէ, հա, գլուխ ես պահում։ Դու շարունակ իմ վրա ուշադրություն մի դարձրու։ Ես քո վրա թանկ եմ նստելու։ Ինչ անում եմ, քո համար եմ անում։ Դե նա ինչ փոշման ես մանուշակ։ Բայրապայել իմ հոր ու իմ թոլություն ինչև հիմա զարմանում եմ ոնց ապրեցի առանց քեզանից հետո ու ինչև հիմա չեմ ուզում հասկանալ ու չեմ հավատում թե ոնց դավաճանեց քեզ քո եղբայրը ոնց անտեր թողեց քո երեխեք Են մի մատ երեխան որ Մոսկվայում բազմիցս փորձել եմ արդարացնել նրան ասում եմ գուցե ես շատ դաժանվարվեցի այդ գիշեր նրա հետ լավ դաժանվարվեցի գետինը մտնեմ ես թող ինձանից երես թեքել ոչ թե քո երեխեքից ոչ թե մի մատ երեխուց որին այդպես էլ չկարողացանք գտնել մենակ ինքը գիտեր նրա տեղը իր հետ էր Մոսկվա գնացել Մեզ վաղուց արգելել ես խոսելու նույնիսկ հիշել իրա մասին։ Ջնջել ես մեր կյանքից, բայց ինքդ հանգիստ չես առնում, անընդհատ իրա մասին ես մտածում։ որովհետև շատ հարցերի պատասխաններ չունեմ ես ու չեմ կարողանում ներել նրան Ես այդ օրը ձեր հետ էի։ Բայց դուք ձեր ցավով տարված ինձ չէիք նկատում։ ներիր քաջս Ես այդ օրը վերջին անգամ հոպարին տեսա։ ախր ես հրամայեցի նրան չքվել Բայց մինչև ճկվելը դու իրան հրամայեցիր, որ մեր աղբորը հետ բերի։ Բայց ինքը գնաց ու չեկավ։ Երիքա տղաջ մի ցավացրու Պապի ես էլի ես անցյալի փակագծերը չէի բացի։ Էլի կշարունակեի նույն ձև շատ տենալ, բայց քիչ խոսալ։ Բայց շատ հարցեր կան, որ ինձ տանջում են։ Ինչի ինքը գնաց ու մեր աղբորը չբերեց։ Ինչի ինքը անհետացավ մեր կյանքից։ ես ներողություն եմ խնդրում Բաբ, դու ներողություն խնդրելու պատճառ չունես։ ես օրողբորդ համարել եմ ներողություն խնդրում Իրա դավաճան տեսակից ամենաշատը դու ես դուժել։ Պետք չի մեզանից ներողություն խնդրել։ տղաջան Հելենի ներկայությունը այս անգամ քեզ փրկեց խնդիրներից։ Այսօր կմնաս։
Արտոյի դեպքից հետո մերոնք չեն սիրում, որ տանը չեմ գիշերում։ Տեղեկ ես, որ քուրդ բռնցքամարտի մոլի երկրպագու է դարել։ Լե։ Բայց ինչ կա դրա մեջ։ Պապան ամբողջ կյանքում բռնցքամարտի մեջ ա եղել։ Ու դու էլ ես եղել։ Որ մեջն ենք եղել, այդ արդարացնում ա քո կապը բռնցքամարտի հետ։ Գրիշ ընդհանրապես գնացել էին Արեի եղբոր մարտը նայելու։ Կարծում կարիք չկա այստեղ հայոց հարցը դարձնելու։ Լավ է թե լկը բարձենք։ Պապ, ես բռնցքամարտից իհարկե շատ լավ չեմ հասկանում, բայց ինձ թվում է Արեի եղբայրն ու իր անկերը բավականին լավ բռնցքամարտիկներ են, չէ՞։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր։ Որ ինտրիգներ չփնտրես, հետաքրքիր չի լինի, չէ՞։ Ինտրիգ կա եւ դա ինձ դուր չի գալիս։ Ու ինչ ես առաջարկում։ Դե ես կարծում եմ, որ դու կարող ես օրինակ Նարեի եղբորը ու իր ընկերոջը վերցնել քո ակում։ Կներես, պապ։ Ընդամենը առաջարկ էր։ Հա, բայց ինչ վատ բան եմ արել։ Այն որ ծնվել ես։ Դու այն որ ծնվել ես, ամենավատ բանն ես արել։ Դրանից այնյան ինչ պիտի անես, որ մարդկանց զարմացնես։ Մի ասա տենց բաներ։ Առաջ ես լրի վանող եղա։ Ինձ ասա մի ասա տենց բաներ։ Արա որը տենց է ոնց չասեմ։ Մինա իտեց վրես ներվերս վավշե է խախտվում, արա, կյանքս կերար դու։ Հա, ապեր։ Ոնց ես։ Լավ եմ, դու ոնց ես, Հունանես։ Այդ լացել ես։ Չէ, ինչի պիտի լացած լինեմ։ Դե որ ասես կիմանամ։ Չէ, չեմ լացել, Հունանես, ամեն ինչ լավ է։ Ինչ որոշվեց։ Ինչի համար։ Դա երեխա որդեգրելու։ Ինձ թվում է մի քիչ շտապում ենք։ Ձեր դեպքում մի բան էլ ուշացրել եք։ Համելով է գլուխդ տենց բաներով լցրել։ Թանկագին ամուսինդ։ Չէ, ավոս բան չի ասել։ Ինձ դուր չեկավ, թե ոնց դուրս եկեք իմ տնից։ Այդ կարող է տանը քեզ նեղացրել է։ Չէ, Հունանես, ավոս շատ բարի է ինձ հետ։ Մնում էր հակառակը լիներ։ Վիզը վրից կպոկեի։ Հունան, դուք լավ եք։ Մարդը դուր է։ Տաննա։ Դուր իրան հեռախոսը։ Քնած է։ Արթնացրու։ Թող մնա վաղը կխոսակ էլի։ Մանթաշովի թորը չի արթնացրու։ Я один раз был в Армении, мне было 10 лет. Толком ничего не помню, но хотел бы еще раз туда прилететь. Поехали. Что случилось? Если бы знал заранее, взял бы отпуск. Сделай, как мама решила и приехала. А работа? Наверное, желание поехать со мной было настолько большим, что работа отошла на второй план. Попробую приехать к финальному бою. Будет хорошо, если ты приедешь. Мама тоже не будет одна. Ты же знаешь, какой стресс она переживает во время моих боев. Как ты думаешь, выиграешь его? Я хорошо и долго изучал тактику своего соперника. Надеюсь, все будет хорошо.
Այս մեկին շատ եմ հավանում։ Հելենային, համել ինձ նմանը։ Փաստորեն աղջիկ ես ուզում։ Համաղջիկ կամ տղա։ Բարի առավոտ։ Բարևավոս։ Սովորաբար մարդիկ առավոտ գնում են, ոչ թե գալիս։ Այսօր տենց ստացվեց։ Արի։ Էս ինչ գործի եք։ Լինեին։ Հլես նկարներինն է։ Որ մեկին ես հավանում։ Չեմ հավանում։ Ավո, ոնց կարելի է երեխեքին չհավանել։ Մանավանդ ինքը։ Մտես ինձ ոնց է նման։ Լավ կանես հավանես։ Թե չկհայտնես ընդեղ, որտեղից քեզ հանել եմ։ Փողը խնդիր չի, ինձ ապրանքն է պետք, ինչքան կարաս շուտ։ Հա, բա ոնց։ Միանշանակ ապրանքն է պետք։ Ջաջա ջան, 2 կոպեկով կօգնես։ Մեկ էլ ինձ օգնի։ Լսի ինգերս, արագ արագ։ Մալես, ես վերցրու ու պայի մոտդ, եղավ։ Մերսի շատ։ Եթե մամաս հիվան չլիներ, ես հիմա փող չէի հավաքի։ Ոչինչ, Բարլես, չնեղվես։ Միշտ ուժեղ եղավ Լավ։ ու չլացես հանգարց։ Բայց դու ինձ սպասի, հեսա գալիս եմ, լավ, չգնաս։ Չէ, տարբերակ չկա ուշացնելու։ Ոչ մի ձև տարբերակ ուշացնելու չկա, պարտադիր պետք է բերվի։ Լավ։ Արա, դու էլ ստեղ ես։ Ես վերցրու Բարլես։ Մերսի շատ։ Գնա մամայիդ հետ ավի, լավ։ Գնա։ Ես բարեգործություն ես անում իմ հաշվին։ Ձեր հաշվին չէ, իմ հաշվին։ Ես իմ արածի համար արդեն վճարել եմ։ Միգուցե ես դեմ էի, որ ես ձևով հաց աներ, թե փոքր էի, չես նկատում ինձ տեղ կանգնած։ Հա, չնկատեցի։ Ոնց որ դուք չնկատեցիք այն երախուն, որ ձեզանից օգնություն էր խնդրում։ Խիղճը ծանրացավ, փոքր տեսար քեզ հիշեցիր այդ տարիքում։ Ես գոնե հիշելու բան ունեմ։ Դու ինչ ունես։ Այդ փողի մեռած։ Մաշացիր սեղանը։ Ոչինչ, նորը կառնենք։ Ես որ հաց եմ ուտում, դու այդ ժամանակ պետքա 100 ժամ սեղանը մաշես, հա։ Ավո, դու ինձ միշտ նեղացնում ես։ Իսկ ես քեզ հունանից մոտ պաշտպանում եմ։ Ուրեմն լսի։ Աղբորիցդ այստեղ վախեցող չկա։ Հերիքա աղբորը ոդ վեր թռնես, ինձ էլ ահտաս։ Բայց ես ինչ ասեցի։ Ինչ էիր բերել նստացրել այստեղ։ Ես չէի բերել, ինքն էր եկել։ Ինչ ծրագրեր ունեք իմ դեմ։ Մտքովը չանցնի։ Աղբորդ օգնությամբ ինձ ստիպես, որ ես երեխա որդեգրեմ։ Մենք քեզ չենք ստիպում։ Ուղղակի դու հասկացի, որ երեխայի հետ մեր կյանքը կիմաստավորվի։ Ով ուզում է լինի այդ երեխան։ Մեղքա։ Ինչի։ Մեկ ելնի քեզ պահի մեծացնի, դու ինչ երեխա պահող ես։ Ես շատ լավ մամա կլինեմ։ Ինձ մի թերա գնահատի։ Ուրեմն ուշադիր ինձ լսի։ Հրաժարվի այն մտքից, որ ես երեխա կորդեգրեմ։ Ավոն ուրիշ երեխուն պահողը չի։
Պրիվետ։ Ինչ ես եկել։ Որ նեղացած չբաժանվենք։ Գնում ես ամեն դեպքում։ Մարտերից հետո արագ վերադառնալու եմ։ Մաման էլ է իմ հետ գալիս։ Իսկ ինքը աշխատանքից երկար բացակայել չի կարող։ Վով, իմ համար Աբիդնիան ոչ թե այն, որ երկրից պետքա բացակայես, այլ որ շարունակում են զբաղվել սպորտով, առողջությունդ վտանգի ենթարկելով։ Քեթ բոքսն իմ կյանքն է։ Սխալվում ես։ Բոքսը քո կյանքի կողմն է։ Այդ սպորտը շարունակում է գողանել քո կյանքը, ու դու դա չես էլ զգում։ Մի օր էլ քեզնից ուժեղ մեկի դեմ դուրս կգաս, կամ կմնաս ռինգում, կամ էլ հաշմանդամ կդառնաս։ Ինձ դուր է գալիս, որ դու անհանգստանում ես իմ համար, բայց պետք չի այդքան ծայրահեղական լինել։ Դու ուղղակի հավատա ինձ ու հաջողություն մաղթի։ Շուտ կվերադառնաս։ Ունես ոնց կաս հիմա։ Շատ բարդ պահանջներ չես դնում իմ առաջ։ Գոնե երկու կապտուկ։ Խնդրում եմ։ Հետո էլ շատ եմ ուզում գոնե մի անգամ հայրենիք գնամ։ Օդը շնչեմ, ինձ գամ ընդեղ։ Մենք պայմանավորվել ենք միասին գնալ։ Հիշում եմ, բայց չեմ կարող այս մենամարտը բաց թողնել։ Կգամ, մեր հարցերը կլուծենք ու միասին կգնանք։ Համ էլ մի հատ ռազմետկի չգնամ, որ քեզ ամենտեղ վստահ տանեմ։ Այսօր կլասես, հա ոնց որ ցույց տալիս։ Դրանից է։ Այն չի ես շահենոց ծայախվել։ Աղջիկա մատա խառը։ Արդեն հասկացա։ Ինչ եմ հարցնում։ Հա, տենց էլ կա։ Մարեի ընկերուհին է, չէ՞։ Հա։ Անունը ոնց էր։ Լեա էր։ Բայկը գիտի, որ դու իրան հավանում ես, հա? Չգիտի, բայց շուտով ժամանակն է։ Չի այս կյանքի այսքան անարդար։ Ինչ է պատահել, տղա ջան։ Պապի թորդ գործազուր կա։ Կասես ինչ է պատահել։ Անարդարության դեմ կռիվ տվեցի ու հայտնվեցի փողոցում։ Չէ, չեմ զղջում։ Ուղղակի կատաղած եմ։
Կատաղած եմ, որ ինչ որ կենթանիներ մեր այդ հավասար էս օդն են շնչում։ Ոնց կարա նորմալ հասուն տղամարդու օգնության ձեռք չմեկնի 6-ից 7 տարեկան սոված երեխուն։ Քո սրտի ձեռը կրակն ես ընկել ցավտան։ Դե եթե մարդ ես պետքա սիրտ ունենաս։ Դղաջան։ Հերիք եղավ ինչքան ուրիշներին օգնեցիր։ Մի քիչ էլ քո մասին մտածի։ Սիրո արմի, ամուսնացի, երջանիկ կյանքով ապրի, ինձ էլ ծոռնիկ պարգևի, հրաշքս։ Ահա բոբջան։ Տղեկ ծանոթացեք։ Հունան Մակունց։ Մենք արդեն ծանոթ ենք։ Ինչպես եք։ Ավելի լավ չի լինում։ Չես ուզում ընկեր չտետ ծանոթացնես։ Լեո, պարոն Մակունցը բռնցքամարտի մեծ սիրահար է։ Ինչպես նաև Նարի ընկերուհու Լեայի հայրն է։ Աղջիկս հասցրել է արդեն Գովաբանի քո մարտը։ Ու չի սխալվել։ Տեխնիկատ լավն է։ Նկատեցի։ Հա ու մի բան էլ։ Եթե ես մեկին նկատում եմ ու կարևորություն եմ տալիս, հասցնում եմ մինչև միջազգային ռինգեր։ Տես, բախտը իրա ոտքով եկել ընկել է բուրըտ։ Տես հնարավորությունը դված չթողնես։ Տեր, ուղղորդիր մեզ, թող շատ արագ ավարտվի այս ուղևորությունը, սիրտս շատ անհանգիստ է։ Մամ, ճամպրուկները հանձնեցի, ժամանակ ունենք, կարողա թեյ խմենք։ Ոնց ասես։
Միայն թե խուսափենք բոլոր հնարավոր պատահականություններից։ Ինչ է սպասվում ինձ Հայաստանում։